Ավականու ՀՀԿ անդամները գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այսօր այցելեցին Շենգավիթի վարչական շրջանում գտնվող Նոր Խարբերդ այգեգործական տնտեսություն։ Չնայած պահպանած անվանը, այս տարածքը ժամանակին էր այգեգործական տնտեսություն։ Այժմ այստեղ մշտապես բնակություն են հաստատել հիմնականում Երևանում իրենց տները վաճառած մարդիկ, բնակիչների խոսքով մոտ 15,000 հոգի։ Նրանք տրանսպորտի, գազի, խմելու եւ ոռոգման ջրի, աղբահանության, կոյուղու, կապի խնդիրներ ունեն։ Իսկ ինչպես եք այսպիսի պայմաններում ապրում հարցին պատասխանում են։ Մի կերպ ապրում, բաբուշի նման։ Տարոն Մարգարյանը Ավելի ուշ Տարոն Մարգարյանի պատվին աղավնիներ երկինք բաց թողած տիկին Մարիետան մինչև քաղաքապետի ժամանելը նրան գովերքում էր, մյուսների բարձրացրած խնդիրներին էր հակադարձում։ Մոսկվան միանգամից չի կառուցվել։ Բավականին եղել է քաղաքապետ, բավականին գործերի արել այնտեղ, կենտրոնում բավականին գործերի արել, քաղաքապետ նստելու ժամանակաշրջանում Շենգավիթ համայնքի համար, բռնած երեխաների խաղահրապարակի, մնացած կոմունալ հարցերի, իգի շատ բան է արել։ Ձերոնք ոչ հրապարակ ունեն խաղա, ոչ դպրոց, կներեք հիմա մի բան պետք է ասեմ, քանզի որ մեր այս տարածքը 93 թվականից հետո սկսեց այգեգործական տարածք էր, բոլորս գիտեք Մոսկվա միանգամից չի կառուցվում, ինչ իգը քաղաքապետ նստեց, այս տարածքի համար իգը բավականին շատ բան է արել, լուսավորման հարցորակի լույս չկար, այս դուք ջուր եք չունեք, մենք ունենք հիմա ջուր, ջանիկս, մենք ջուր ունենք, մարդիկ բողոք, մենք ջուր ունենք, հիմա մի բան պիտի ասեմ, այն տարածքի վրա չկա, այդ տարածքի համար ասում եք տեղեկացնել ենք, եկեք շատ բաներ կան, դա բնական է, որ մի անգամ առաջին անգամ չեք։ Տարոն Մարգարյանին գովում էին, չմոռանալով ինչպես խարբերցիներն էին ասում, նաև իրենց նախագահին։ Նախագահից են Արտուրից, ինչ Արտուրյանը հասկանում է։ Զորաբյանից են ամեն ինչով մեզ օգնում է։ Շարժ սկսվեց, մեզ մոտ շարժը սկսվեց։ Ջուրը ամեն խաղահրապարակը Շենգավիթի մի քանի հազարանոց այս հատվածում նաև դպրոց եւ մանկապարտեզ չկա։ Երեխաները մի քանի կիլոմետր տարածք են ամեն օր կտրում անցնում Նոր Խարբերդ գյուղի դպրոց ու մանկապարտեզ հաճախելու համար։ Չնայած դրան, այսօրվա նախընտրական հանդիպման ժամանակ Տարոն Մարգարյանին ուղեկցող ՀՀԿ ավականու թեկնածու Նաիրա Նահապետյանը իբրև կատարած լավ գործ մանկապարտեզների անվճար լինելու մասին խոսեց մի տարածքում, որտեղ դրանք չկան։ Ամենակարևորը մենք դրանով փորձել ենք մի փոքր թեթևացնել ձեր սոցիալական բեռը եւ այսօր մենք խնդրում ենք ձեր քվեն։ Սիրում ես դա։ Ես լացեցի նոր ցիրկոս լսվեց։ նման հանդիպումների ժամանակ անբաժանելի Ճարտարապետ Լևոնի Գիցյանը Խարբերդցի ընտրողին կոչ արեց մեջբերում եմ Տարոն Մարգարյանի քոքին նայել, սասունցի է ասաց։ Պտուղը ծառից հեռու չի ընկնում, հարթակ քարոզչություն իրականացնելու համար բարձրացած Իգիցյանի հետ համարյա երկխոսելով պատասխանում էին խարբերդցիները։ Ելույթից հետո հերթն ասավ Տարոն Մարգարյանի հետ անմիջական զրույցին։ Խմելո ջուրը ճիշտ է ունենք, մեջից ավազ գալիս է, որտեղ գալիս է, ինչ ասենք որ ջուրի հետ չի գալի, մենք համարում ենք որ խմելո ջուր ունենք, գազ չունենք, մենք քաղաքի համայնքի մեջ լինենք ու մենք գազ չունենանք, ինչի համար։ Ես այդ խնդիրները իմանալով դրա համար եկել եմ այստեղ, ես հետ հանդիպում, որևիցե մեկը այսքան խնդիր ունեցող թաղամասում եկել է հանդիպել է։ Չէ, ճիշտ է խոսում է, մի տարի են Տրուբեք բերեցին որ ասեն ջուրը քաշում ենք, հենտրությունը վերջացա Տրուբեք հավաքեցին տարը։ 20-25 տարի Երևանում կուտակված խնդիրները 4 տարում հնարավոր չէ լուծել, եւս 4 տարի է անհրաժեշտ։ Վստահեք այս թիմին, ով 4 տարի շարունակ եղել է ձեր կողքին, ձեր դարդու ցավով, իրեն առաջին անգամ տեսնող խարբերցիներին դիմեց Տարոն Մարգարյանը։ Վերջում պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին դատապարտեց 2 օր առաջ Նոր Նորքի վարչական շրջանում իր նախընտրական հանդիպման ժամանակ Այլուրի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը։ Ինչպես եք միանշանակ դատապարտել եւ մեր կենտրոնական շտաբը հայտարարել է եւ իրավապահները կզբաղվեն առայժմ։ Բայց նա ձեր կողմնակիցն է, չէ՞։ Ես նման դեպքերը դատապարտում եմ։ Եղավ, շնորհակալ եմ։